Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթվա ընթացքում կարծես թե զարմանալի ոչինչ էլ այլևս տեղի չի ունենում, ազգային ժողովում հերթական անգամ իրար մեղադրանքներ էին հնչում, այս անգամ արդեն վիրավորանքների տեսքով։ Առհասարակ ինչպես կմեկնաբանեք այս գործընթացը, ի վերջո սա հանգուցալուծում ունենալու է, թե ոչ։ Գիտեք, ցավոք սրտի մենք հիմա ամեն անգամ ինչ-որ բաների վրա ուզում ենք զարմանալ, բայց զարմանալու ոչինչ չկա, որովհետև այսօրվա այն խումբը, որը գտնվում է իշխանության, երկիր ուղի գծով տանում է դեպի կործանում եւ այդ հայոյանքները վերջում վերածվելու են շատ լուրջ բախումների, գուցե նաև քաղաքացիական պատերազմի, որովհետև ցանկացած կռիվ, այսպես ասենք, դուրի դմփոց սկսում է, երբ որ իրար հայոյում է եւ այդ հայոյանքներից հետո շարունակում է մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ այս ամեն ինչը բերելու է քաղաքացիական պատերազմի, գուցե որոշ այսօրվա իշխանավորներ այդ ցանկությունը ունեն, որի արդյունքում Հայաստան ուղղակի կվերջանա։ Քաղաքացիական պատերազմները ցանկացած երկրում հիմք են հանդիսանում, որպեսզի թշնամիները օգտվեն այդ առիթից։ Հիմա գուցե սրանք այդպիսի տրամադրություններ ունեն, բայց իրանց ամբողջ այդ գործնեությունը վարվելակերպը ազգային ժողովում ոչ մի ընդհանուր կապ չունի հայ ժողովրդի, հայ ազգի հետ։ Այդ մի հատ խումբ է, որը հավաքվել է ու իրար ինչ-որ հայոյանքներով մեզ զբաղացնում են, որը շատ վատ է եւ ցանկացած տրամաբանող գիտակից մարդ դրան պետք է բացասաբար վերաբերվի, առավել եւս քաղաքական ուժ, որի գաղափարախոսության մեջ համերաշխությունը, միասնությունը շատ կարևոր արժեքներ են։ Տեսեք, դուք ասում եք զարմանալու ոչինչ չկա, բայց ինձ համար զարմանալին գիտեք ինչն էր, որ դրանից հետո սկսվեց արդարացումը, իրենց պահվածքի արդարացումը, այսինքն չունենալ մեղքի զգացում, գիտակցում չունենալ, որ այո, սխալ ի վերջո գործընթացներ են ընթանում ազգային ժողովում եւ ազգային ժողովը դրա համար չէ։ Ի վերջո այս արդարացումները ինչին են տանում մեզ, տանում են հերթական անգամ ասելու, որ այո, հենց այդպես էլ պետք է լինի ազգային ժողովը։ Մեկ, բնականաբար իրենք արդարացնում են իրենց գործունեությունը եւ պատկերացրեք, որ առաջի քրիստոնեական պետությունը լինելով, քրիստոնեական արժեքները, բանը եւ այլն, այսինքն իրար ներել, ներողություն խնդրել, բան, այս հասկացողությունները այդ մարդկանց մեջ չկա, հետեւաբար դա նշանակում է, որ իրանք քրիստոնեական որևէ արժեքի կողմնակից չեն եւ ներողամտություն չկա, իրար վրա հարձակվում են ոնց որ ամենավերջի թշնամիները եւ դա ոչ մի լավ բանի չի բերելու, ամբողջ դահլիճը լցված է ատելության մթնոլորտով եւ իմ կարծիքով այդ դահլիճում եղած բոլոր մարդիկ պետք է դահլիճից դուրս գան ընդհանրապես եւ այլևս նրանց մուտքը պետք է արգելվի եւ դա պետք է արգելվի հենց ժողովրդի քվեով, այսինքն իրանց պետք է ուղարկել տուն, տեղը բերել նոր ուժերի, որտեղ կլինի համերաշխության մթնոլորտ, որտեղ կլինի միասնության մթնոլորտ, ազատ կլինեն մարդիկ իրենց կարծիքը արտահայտելու համար եւ ժողովրդավարությունը լավ իմաստով, հենց այդ ժողովրդավարությունը կիրականացվի այդ դահլիճում։ Այնտեղ բացարձակ հիմա դիկտատուրա է, այդ վերնախավը մի զորախումբ է տարել այնտեղ եւ մարդկանց ճնշում են, խոսքի ազատության վրա ճնշումներ կա, որևէ մեկը նորմալ չի կարողանում իր միտքը ձևակերպի եւ ազգի մասին ինչ-որ բանի խոսի, այնտեղ ընդհանրապես հայոյանք է, այդ հայոյանքն էլ է մեղմ ասած, ուղղակի քֆուրներ են տալի իրար եւ այդ քֆուրներով երկիրը տանելու են կործանման, ժողովուրդը ուղղակի հոգնել է, տեսեք փողոցում դուրս եկեք հարցրեք, որևէ նորմալ մարդ չի կարող ինչ-որ բան արտահայտի, հասկանալի է, որ աշխարհի տարբեր պարլամենտներում ինչ-որ ծեծկրտուկներ լինում են, բայց դա լինում է ինչ-որ կարևոր գաղափարների շուրջ, ինչ-որ լուրջ հարցեր քննարկելուց,
ոչ թե մեկը մյուսին մեր հայհոյում, այն մյուսը պատասխանում ու սկսում են այդ կներեք էլի, բան լակոտական մակարդակի է եւ չարժի դրա վրա շատ երկար ժամանակ Իդեպ կորցնել։ մենք հարցումներ ունենք մեր քաղաքացիները, թե ինչ են մտածում ազգային ժողովում ներկայիս իրավիճակի մասին, դիտենք ու վերադառնանք։ Լավ։ Ինչպես կգնահատեք ազգային ժողովում այսօր տիրող իրավիճակը։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսամ, ահա որ է։ Թատրոնը խաղում են էլ ինչ կա տեղի։ Ինչ ազգային ժողով։ Նորմալ իրար հետ խաղ են խաղում, ինչ կա։ Հələ չարտահայտվեմ։ Չէ, եկեք չարտահայտվեմ։ Որովհետև ոնց դες բացատրեմ, նորմալ բառ ուղղակի չի գալի։ Իմ մտքին։ Մենք այսօր առերեսվում ենք մի այնպիսի խուլիգանական հանցախմբի հետ, որը կոչվում է ազգային ժողով։ Բոլորը առանց որևէ մեկի բացառությամբ ազգային ժողովում գործում է խուլիգանական բանդա, գործում է հանցախումբ, սկսանք իրենց խոսքի բառապաշարից, իրենց վարքագծից, իրենց նիստուկացից, իրենց ամեն ինչով, բոլոր արարքներում արկա է հանցակազմ։ Չի սազում ազգային ժողովում նման կեցվածքներ, որ կողմից էլ լինի։ Ազգային ժողովում երկիրը չի կարող առաջ գնալ, չի կարող զարգանալ։ Ամեն մի դեպուտատ պիտի դա հասկանա։ Խայտարակություն։ Ամոթ է ուղղակի էլի։ Ինչ ասեմ, տենց անհարգելից վերաբերմունք ընդդիմադիրների նկատմամբ բան ունեք ասելու ասեք, էլ ինչ եք դրել են իրար անձնականով են կպնում բան, խայտարակություն է։ Ոչ լավ բնականաբար։ Փոխանակ մտածեն երկրի մասին սաղորը իրար են ուտում, հետո ուրիշ բան չենք տենում։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Բայց բան չունեմ ասելու։ Իրոք բան չունեմ ասելու։ Ինձ թվում է բոլոր բանական մարդիկ, բանականորեն առողջ դատող մարդիկ կնախընտրեն կոմենտ չանել, որպեսզի չվնասենք մեր պետության հեղինակությունը, դրա համար կասեմ no comment, իրականում էլի։ Պարոն Ավետիսյան, մեր քաղաքացիները եւս կարծես թե ոչ մի սպասելիք այլևս չունեն, փաստացի ստացվում է այնպես, որ 7 տարի շարունակ մենք տեսնում ենք ոչ թե աշխատանք, այլ փոխադարձ վիրավորանքներ։ Միթե քաղաքացին իր հարկերը, որը միջոցով գոյանում է իրենց աշխատավարձը, հենց դրա համար է ուղում, որպեսզի այս վիճակը տիրի։ Դե բնականաբար մեր քաղաքացիները իրենց կարծիքն են արտահայտում եւ ճիշտ է այդ կարծիքը, այս մարմինը մեռած մարմին է։ Այլևս ինքը գոյություն չունի, ազգային ժողովը մեռած քաղաքական առումով մեռած մարմին է եւ դրանից բխող կառավարությունը նույնպես մեռած մարմին է եւ իրանք որևէ արդյունավետ գործողություն չեն կարող իրականացնել, ամեն ինչ մնալու է նույն տեղում եւ նույնիսկ հետ է գնալու, ավելի վատանալու է։ Դրա համար ինչա պետք անել։ Դրա համար պետք է շատ արագ այս ամեն ինչը փոխել։ Փոխելու համար, տեսեք, իրանք քաղաքական դաշտը այն կարգի են փչացրել, որ մարդիկ հիմա որոնումների մեջ են ուզում են հասկանալ, լավ, մենք ձեզ չենք ուզում, բա ո՞նց իմանանք, ով ինչ ուժեր կան, այդ ուժերը որտեղ են, ո՞նց պետք է այդ ուժերի հետ մենք կարողանանք շփվել, որովհետև գիտեք, որ լրատվամիջոցների մեծ մասը, եթե չասեմ 100%-ը, գոնե 99%-ը գտնվում է այդ ուժերի ձեռքին եւ իրանք ներկայացնում են հիմնականում այն ինչ որ իրանք ուզում են։ Այսինքն միշտ ժողովրդին մատուցվում է մի բան, վատը եւ վատարագույնը, այս երկուսի մեջ է ընտրությունը։ Այնինչ մեր ժողովուրդը պետք է լավի ու լավագույնի մեջ ընտրություն անի եւ հասկանա որն է ավելի լավ իր համար։ Եվ ցավոք սրտի մի բանի մասին էլ կուզեի խոսել, որ մեր սահմանադրությունը ինքը իրանով հնարավորություն է տալի եւ նպաստում է այսպիսի խառը իրավիճակի եւ ինքը ավելի շատ խառնաշփոթ առաջացնելու սահմանադրություն է, քան հստակեցնելու, կարգավորելու, ճիշտ որակի բերելու։ Որպեսզի այստեղ թյուրիմացություն չլինի, ես կողմնակից եմ եւ մեր քաղաքական ուժը կողմնակից է ընդհանրապես նախագահական համակարգի եւ պետք է սահմանադրությունը փոխել, բարեփոխել, ոչ թե նոր սահմանադրություն, այլ պետք է բարեփոխել, կառավարման համակարգը փոխել, դարձնել նախագահական, որպեսզի նախագահը
կարողանա վեր կանգնել այս ամեն ինչից եւ երկրի ազգի ժողովրդի համար ճիշտ որոշումներ կայացնի անշահախնդիր, կաշկանդված չլինի որևէ քաղաքական ուժի առումով, պարլամենտական ուժի առումով կամ պարլամենտական մեծամասնության եւ կարողանա իր տեղը, այսինքն իշխանության 3 մասերը պետք է հստակ տարանջատված լինեն իրարից, այնինչ այն ինչ որ հիմա կա, այդ մի խառնաշփոթ բան է եւ գիտեք իշխանությունը զավթելուց հետո, այսինքն երբ որ պարլամենտում վերցնում ես մեծամասնությունը, այլևս ամբողջ իշխանությունը քոնն է։ Տեղական ինքնակառավարման մարմիններից սկսած, վերջացրած նախարարակառավարությունով, բանով նախագահը նույնիսկ նշանակվում է պարլամենտի կողմից։ Պատկերացնեք, հիմա ում է պետք է նախագահը, ինչ է այդ նախագահը տալիս։ Այդ համակարգը, ասենք նախագահի այդ աթոռը ինչի համար է պահված, ժողովրդի մեծ մասը մոռացել է, որ նախագահ ունեն։ Հետևաբար այս հարցը պետք է լուծել եւ ես ուզում եմ որպեսզի թյուրիմացություն չլինի, մենք կողմ ենք նախագահական համակարգի, այսինքն սահմանադրական բարեփոխումների, որպեսզի նախագահական համակարգ լինի։ Այնինչ այս իշխանությունը ասում է, որ կառավարման համակարգում փոփոխություն չի անելու նոր սահմանադրությամբ, իրանց նոր սահմանադրությամբ կառավարման համակարգում փոփոխություն չի լինելու, ակնհայտ է, որ իրանք սահմանադրություն ուզում են փոխեն թուրքերի եւ Ալիևի, այսինքն մյուս թուրքերի ճնշման տակ։ Ընդամենը հղում է հռչակագրին անկախության այդ հանելու համար, ուրիշ ոչ մի բան չկա այդ սահմանադրությունը փոխելու առումով։ Հետևաբար պետք է որպեսզի ժողովուրդը եւ մեր քաղաքական ուժերը, քաղաքական դաշտը եւ աշխարհի հայությունը, որը խիստ շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իրավիճակը կայունանա եւ Հայաստանը իսկապես դառնա համայն հայության տեղը, հայրենիքը, որտեղ բոլորը մտածում են այս պայդրությամբ բոլորը ամոթ են անում, որ մենք այսպիսի երկիր ունենք, մենք խայտառակ ենք լինում, երբ որ տարբեր հանդիպումների ժամանակ տեսնում ենք, թե ով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Իդեպ Եվրոպայում հանդիպում է Ալիևի եւ Էրդողանի հետ վարչապետը, մենք տեսնում ենք մոտեցումները, ես կուզեմ մի փոքր անդրադարձ ունենանք, առհասարակ ինչ կարծիք ունեք, այն բարելավող հարաբերություններ են, թե երկմտանքի առաջ ամեն դեպքում։ Ոչ մի բարելավող հարաբերություն չկա, այդ խորամանկ ժպիտներ են, թուրքական խորամանկ ժպիտներ, իբր թե տեսակ այդ պահվածքը նախ Ալիևն է մատով կանչում այս վարչապետի աթոռը զբաղեցնողին, հետո Ալիևին Էրդողանն է ձեռով սենց կանչում, այսինքն Էրդողան պապան է այս գործողությունների, մենք ենթական ենք դարձել եւ դա սա խայտառակություն է եւ ժպիտը դեմքին ուրախ ոնց որ չգիտեմ տպավորությունս այնպես է որ ոնց որ ինքը շատ լավ ազգում է շրջապատում երբ որ Ռուսաստանում էր Մոսկվայում էր ասենք մայիսի 9-ին նայում ենք տեսանք դեմքը արտահայտությունը եվրոպացիներն էլ են խորամանկ ժպիտով էլի sense թուրքերի հետ բարեկամության մեջ կանգնել են ու sense նայում են բոլոր ուղղություններով այսինքն այդ պատկերները ամեն ինչ ասում են այդտեղ որևէ այլ բան ավելացնելու չկա ամոթ է մեր երկրի համար որ մենք այդ ձևով ներկայանում ենք եւ Եվրոպայում եւ տարբեր տեղերում եւ Մոսկվայում եւ Ամերիկայում Մենք գիտենք որ դիվանագիտական հարաբերությունները առհասարակ կառուցվում են երբ որ իրենց պետության շահն է առաջ տարվում Ես ուզում եմ հարց ուղղել ձեզ մեր շահը ո՞րն է այս հարաբերություններում եւ առհասարակ ունենք այստեղ շահ հարաբերությունները կարգավորելու այս գործընթացը որը ընթանում է ի վնաս մեզ Տեսեք մենք շահ ամենտեղ պետք է ունենանք մենք պետք է ամենտեղ գտնենք մեր շահը որն է ոչ թե պետք է հաճոյանանք այս կամ այն երկրի ղեկավարին եւ ի վերջո ծառայել նրանց շահերին, այլ պետք է ծառայենք մեր ժողովրդին եւ ծառայենք մեր շահերին, գտնենք մեր շահերը, որոնք են այդ շահերը եւ այդ մեր շահերով առաջնորդվենք։ Հայտնի քաղաքական գործիչ Չերչիլը ինչ էր ասում, ասում էր չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր։ Նույնիսկ այդ առումով պետք է հասկանալ, որ շահերը կարևոր են, շատ կարևոր են։
Իսկ ո՞րն է մեր շահերը հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, փչացնելով մեր ավանդական բարեկամների հետ հարաբերությունները, ո՞րն է մեր շահերը։ Մենք արդյունքում հիմա դարձել ենք մի հատ 10-րդական կարգի Չ կլասի, չգիտեմ, ինչ երկիր, որ բոլորը ոնց ուզում են, նենց վարվում են մեր հետ։ Այդ մենք ոնց ենք պահելու այդ մեր անկախությունը, որ հետո գիտեք շատ հետաքրքիր բան կա, շատերը sense անպատասխանատու հայտարարություններ են անում։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները, հատկապես կուսակցության ղեկավարները արտահայտություն անելուց առաջ պետքա մի հատ խորը մտածեն, որովհետև քաղաքական վերլուծաբանների մասին չի խոսքը, էլի։ Քաղաքական վերլուծաբանները, լրագրողները կարան ինչ-որ բաներ սխալ ասեն ու անցնեն առաջ, բայց քաղաքական կուսակցության ղեկավարը ամեն մի արտահայտությունից առաջ պետք է հավասարակշռված խոսա եւ ելքը ցույց տա։ Ոնց պետք է դա անել, որովհետեւ ժողովուրդը երբ որ նայում է քաղաքական կուսակցություններին կամ կուսակցապետերին, ինքը ուզում է ելքը տեսնի, վերլուծելը process-ների բոլորը կարան վերլուծեն, քաղաքական վերլուծաբաններից բռնած, քաղաքագետներից դուրս եկած կարող են process-ները վերլուծել, բայց ոնց իրականացնել գործուն քաղաքականությունը, ոնց հասնել նպատակներին լուծումները տալ, դա կուսակցապետերի, կուսակցությունների գործն է։ Եվ շատ կուսակցության ղեկավարներ կան, որոնք օրինակ այսպեսի մի հետաքրքիր բան են ասում։ Հետաքրքիր է այն առումով, որ տեսեք ինչ են ասում, ասում են պետք է հիմա փորձենք լավ հարաբերություններ պահել թուրքերի ու ազերիների հետ, այսինքն թուրքերը եւ իրանց բաները երկրորդական մասը էլի, ազերիները իրանց հետ հարաբերություններ մեկի հետ խաղաղության պայմանագիր կնքելով, մեկի հետ հաշտության պայմանագիր կնքելով, հետո Հայաստանը ուժեղացնելով, այստեղ շատ կարևոր է բանալից տեղը։ Ինչ է նշանակում Հայաստանը ուժեղացնել։ Հիմա տեսեք, այդ երկրները երկուսն էլ, ընդ որում թուրքերը շատ խորամանկ են, ամեն ինչ գցում են ազերիների վրա եւ ասում են, որ Ալիևի հետ գնա հարցերը լուծի, հետո կգաս մենք մեր հետ խնդիր չկա։ Այդ հələ հարց է խնդիր կլինի թե չէ, բայց որ Ալիևի հետ հարցերը պետք է լուծի, Ալիևին արդեն դասերը տված է նա ինչ պետք է ասի։ Նա ինչ է ասում, տեսեք, այդ խաղաղության պայմանագիրը կետեր է նշած, որ իբր թե համաձայնվել ենք երկու կողմով փոխզիջումներ, ոչ մի փոխզիջում Ադրբեջանը չունի, զիջումները միայն միակողմանի են Հայաստանի կողմից։ Հիմա տեսեք, ասում են, որ մենք կուժեղանանք, կհզորանանք եւ հետո արդեն ուրիշ կարգավիճակից կխոսանք։ Վեր ծիծաղելի է, որ քաղաքական կուսակցության ղեկավարները նման անհեթեթ հայտարարություններ են անում։ Ես ուզում եմ շատ պարզ մի օրինակ բերել։ Նախ Ադրբեջանի բռնապետ Ալիևը ասում է իհարկե Թուրքիայի բերանով այդ ամեն ինչը կամ հակառակն թուրքերը ազերիների բերանով ասում են հետեւյալը, որ այդ 17 կետը ինչ որ համաձայնացրել են, դրանից բացի կանելի կետեր, որոնցից մեկը հետեւյալն է, այն զենքերը, որ գնել ես տարբեր երկրներից, պետքա վերադարձնես։ Դու պետք է ունենաս համապատասխան քանակի զորք, զենք, չպետք է գնես նոր զենքեր, քո տնտեսությունը չպետք է զարգանա եւ ի վերջո բերենք մի շատ լավ օրինակ, ցավոք սրտի էլի, ուղղակի այս թեմայի հետ կապված եմ ասում լավ։ Տեսեք, երբ որ գործարան էր սարքվում սահմանի մոտ Երասխում, ադրբեջանցիք կրակեցին գործարանի վրա եւ այդ գործարանը չսարքվեց այդ սահմանի վրա։ Տարան հանդեցին ահագին այնտեղ 100,000-ներով, 100,000-ավոր դոլարներով ծախս էր արված, ընդ որում ամերիկյան դրոշն էլ դրած էր, բան եւ այլը, իբր պետք է տնտեսությունը զարգանա, չէ՞։ Բայց մի գործարան ադրբեջանցիք թույլ չտվեցին, որ Հայաստանի սահմանամերձ շրջանում կառուցվի։ Այսինքն ստիպեցին, որ մենք այդ գործարանը քանդենք եւ տանենք ավելի խորքը։ Հիմա այդ խորքում կթողեն թե չէ, դա ուրիշ հարց է, բայց մեր ուզած տեղը, մեր սահմանի վրա մենք չկարողացանք գործարան սարքենք, այսինքն մենք չենք կարող գործարաններ սարքել, հզորացնել մեր երկիրը, ռազմաարդյունաբերությունը հզորացնել, զենքեր տեղադրել, որովհետեւ թուրքերը չեն թողելու դա անես։ Հետևաբար այդ ո՞նց ես դու ուժեղանալու։
Սա հստակ չէր իշխանություններին, որ պետք է երկմտել համաձայնագիրը կնքելուց առաջ։ Իհարկե։ Եվ երաշխիքների վերջո, Իհարկե, բայց այս չէ՞ որ դա իշխանություն- երաշխիք չէ ի վերջո։ Ճիշտ է, իհարկե, սա ուղղակի մի խնդիր է լուծում։ Սա իշխանությունը լուծում է մի խնդիր, որքան հնարավոր է ավելացնել իրանց իշխանության օրերը, իրանց այդ թշվառ իշխանությունը։ Լավ, մի չերկարացնում են իրենց օրերը, մենք տեսնում ենք պարակտում հասարակության մեջ առհասարակ ու արտելության մթնոլորտը էլ ավելի է ավելանում։ Բայց ես կուզեմ ճիշտ հակառակ մի ուժի մասին խոսել, լարմազ գաղափարախոսության մասին, որը միավորող գաղափար է ի վերջո։ Ուզում եմ սրա մասին խոսել ի վերջո, մենք պետք է հասնենք այդ միասնությանը, համայն հայությանը միավորելու։ Բարեբախտաբար լարմասը ստեղծվել է, լարմասը գործում է եւ շատ ակտիվ է աշխատում, շատ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ քանակի ազդեցիկ ուժեր են միանում լարմասին, որովհետեւ կարծես թե սա այնպեսի մի նվեր էր, շնորհակալ ենք մենք այս գաղափարախոսության հիմնադիրներին եւ մեր հայրենակից Գերման Լալայանին, որ այս գաղափարը բերեց ասպարեզ եւ շատերը սկզբից մի տեսակ ճիշտ չէին հասկանում, բայց երբ որ խորանում ես, սա հայ ժողովրդի իրական փրկության բանալին է։ Այս գաղափարախոսությունը ինքը մենք անդադ սրա մասին խոսել ենք, սա միջ կուսակցական չի, ինքը վեր կուսակցական է եւ քաղաքական է եւ հոգեբանական եւ համազգային է։ Ես ուզում եմ մի փոքր ուղակի բացեք փակագծերը, որովհետեւ երբ մենք խոսում ենք լարմասի մասին, մտածում են սա կուսակցություն է, սա ուզում եմ որպեսզի ներկայացնեք, որ այդ գաղափարախոսությունը վեր է։ Վեր է, իհարկե վեր է եւ այս գաղափարախոսությունը ազգային գաղափարախոսություն է։ Ես կոչ եմ անում բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, որոնք ուզում են, որ իսկապես ծառայեն ազգին եւ համազգային գաղափարին, դիմեն հեռախոսահամարները կլինեն, պետք դիմեն եւ մենք մանրամասը տեղեկությունները կտանք, ուղղակի շատ կարեւոր բաներից ելնելով հիմա ես չեմ ուզում բացեմ որոշակի բաներ, բայց այն քաղաքական ուժերը, որոնք մեզ կդիմեն եւ հասարակական կազմակերպությունները, բնականաբար իրանց հետ այդ հարցերը կքննարկենք։ Ես ուզում եմ ասել, որ տեսեք, ուղղակի օրինակի համար եմ ասում, այս գաղափարախոսության տակ արդեն իրենց ստորագրությունները դրել են եւ սոցիալ-դեմոկրատական ուժերը, այսինքն սոցիալիզմի կողմնակիցները եւ դեմոկրատական ուժերը, լիբերալ արժեքներ կրողները, դե բնականաբար սոլիդարիզմի գաղափարախոսությունը կրող, այսինքն տարբեր քաղաքական գաղափարախոսություններ կրող ուժեր, իրենց ուժերը մեկտեղում են մեծ համազգային գաղափարի տակ եւ շատ մեծ արձագանք կա նաեւ Սփյուռքից եւ ես ուրախ եմ դրա համար եւ շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ իրանք գիտեք լույս են տեսնում թունելի վերջում։ Կարելի է փաստել, որ մեկնարկը տրված է եւ այն մեծ թափի մեջ է այսօր։ Իհարկե, շատ արագ process-ը գնում է, ես չեմ ուզում ուղղակի հիմա անուններ տալ, կգա պահը հայտարարությունը կարվի, կտեսնեք ինչպիսի ուժեր են միացել, շատ լուրջ ուժեր են միանում եւ Հայաստանում մեծ կշիռ ունեցող ուժեր, ովքեր էլ հələ որ չեն միացել, այդ միանալու փուլում են, ուղղակի ուզում են լավ հասկանան ինչի մասին է խոսքը։ Ես նորից եմ կրկնում, սա համազգային գաղափարախոսությունն է, ազգային գաղափարախոսությունն է եւ սա ծառայում է մեր ազգին աշխարհի բոլոր ծայրերում, այսինքն եւ Գլենդելում նստած հայը, եւ օրինակ Վլադիվոստոկում նստած հայը, եւ Թեհրանում նստած հայը, Մոսկվայում նստած բոլորի համար հնարավորություն է ստեղծում միասնական ուժերով գնալ առաջ եւ ոչ մի քաղաքական կուսակցության գաղափարախոսությանը սա չի խանգարում։ Ընդհակառակ սա հնարավորություն է տալի, որ իրանց գաղափարներով օգտակար լինեն այս մեծ գաղափարին, որովհետև առանց այդ միասնության հնարավոր չի հասնել հաջողությունների։ Տեսեք, մեզ միշտ պառակտում են, ինչի համար են մեզ պառակտում։ Այսինքն թշնամու գերնպատակը Հայաստանում պառակտում մտցնելն է։ Եվ այդ պառակտումը տարբեր առումներով մտցնում են։ Այն մի
քաղաքապետ կար ՔՊ-ից, որ սև ու սպիտակի ինչի համար ինքը դա ասեց։ Դա ինքը ոչ ասեց, իրան ասել էին, որ ինքը արտահայտ, իր բերանով դա ասեցին։ Այսինքն պետքա սև ու սպիտակ անել։ Արևմուտք արևելք անել։ Այնինչ մեր ազգը մի բացառիկ ազգ է, որ հենց մեր համար գոյություն չունի։ Արևելք, արևմուտք։ Մենք արևմուտքի արևելքն ենք, արևելքի արևմուտքն ենք։ Ամեն ինչ ստեղից է սկսում։ Չի կարելի Հայաստանը հայ ժողովրդին ոչնչացնել, որովհետև հենց դա ոչնչացվեց, աշխարհը կվերանա։ Դրա համար այս հենց այնպես բառը չեմ ասում, ամեն ասածը շատ լուրջ հիմնավորում ունի, եւ դրա համար բոլորը պետք է հասկանան։ Ես մի քանի օրինակներ բերեմ, էլի, որովհետև օրինակներով ես բերում ավելի པարզ է դառնում։ Օրինակ տեսեք, ասենք, սենց մի բան։ Երբ որ ինչ որ մարդիկ խոսում են, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, բան եւ այլը, լավ ինտեգրվել ռուսական բաների մեջ, ծրագրերի մեջ, այն ուժերը, որոնք արևմտամետ ուժեր են, շատ արագ ասում են, գիտեք, մենք սանկցիաները մեր նկատմամբ սանկցիաներ կկիրառեն։ Ուրեմն ասեմ հետեւյալը, չկա աշխարհում մի երկիր, չկա մի ազգ, որ մեր նման ունենա հնարավորություններ։ Եթե աշխարհի բոլոր երկրների, բոլոր ազգերի դեմ կկիրառվեն սանկցիաներ, հայերի դեմ չի կիրառվի սանկցիան։ Ես դա վստահ եմ ասում, հիմա օրինակներով ասեմ։ Տեսեք, նույնը եւ արևմուտքի հետ հարաբերություններում լավագույն օրինակներից մի քանի օրինակ ասեմ ուղղակի, որ ավելի པարզ լինի։ Տեսեք, Իրանը երբ որ սանկցիաների տակ էր, հիմա էլ է բնական է, այդ ժամանակ Հայաստանը գազամուղ բերեց, մցրեց Հայաստանի նկատմամբ ոչ մի սանկցիա չկիրառվեց եւ թույլ տրվեց, որ հայերը դա անեն։ Երբ որ հայերը մտել էին ԵԱՏՄ-ի մեջ, Եվրամիությունը չխախտեց պայմանը, թողեց, որպեսզի նաեւ եվրոինտեգրման այդ process-ները գնան, այսինքն սա ցույց է տալիս, որ հայերը հենց այն բացառիկ ազգն են, իհարկե նաև հрьяաները կան, բայց մեր հնարավորությունները ավելի լավն են հрьяաներից։ Եվ մեզ թույլ տրվեց, որ Եվրոպայի հետ աշխատել, այսինքն հայերի հետ հայերի նկատմամբ դա չի կիրառվելու։ Մի ուրիշ օրինակ բերեմ, այսինքն թշնամի երկրները, մահմեդական երկրները, նկատի ունեմ Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը անընդհատ ջիհադ էին ուզում հայտարարեին հայերին եւ մահմեդական երկրների լիգայում անընդհատ այդ հարցերը բարձրացնում էին։ Տեսեք, այստեղ ընդհանրապես հետաքրքիր է Հայաստանը քրիստոնեական երկիր է, իրանց ներկայացմամբ, ադրբեջանցիների ներկայացմամբ, իրանց մահմեդական եղբայրների տարածքը իբր հայերը գրավել են, չնայած դրանք ազատագրված տարածքներ էին, բայց իրանք ներկայացնում են, որ դրանք մեր տարածքներն են ու պահանջում են, որպեսզի մահմեդական աշխարհը, մուսուլմանական աշխարհը հայերի նկատմամբ ջիհադ հայտարարի, այդ ջիհադը չհայտարարվեց հայերի նկատմամբ, որովհետև հայերը հենց այն բացառիկ ազգն են, որ նույնիսկ այդ պայմաններում հայերի նկատմամբ չի կիրառվելու դա։ Հետևաբար ինչ եմ ուզում ասեմ, մի քիչ որ խորը գնանք, մենք կհասկանանք, որ մենք բացառիկ ազգ ենք, իսկ մեր բացառիկ դերակատարությունը մենք պետք է ձևակերպենք ու աշխատացնենք։ Մենք առաջի քրիստոնեական պետությունն ենք աշխարհում։ Մենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք եւ դա պետք է օգտագործենք։ Իսկ գիտելիքի առումով մենք ոչ մի բանով չենք զիջում աշխարհի խելացի ազգերին։ Հետևաբար լարմասի այն մասը, որ կա, որը կոչվում է գիտելիք, աշխատանք եւ հոգեվորը, այսինքն այդ երեք կարևոր ուղղությունները պետք է աշխատեն եւ մենք դառնալու ենք աշխարհի մյուս բևեռը եւ ամենադրական բևեռը։ Տեսեք, ես ինչ որ նշեցի, սրանք բոլորը դրական են։ Հիմա մեր հայրենակիցը Գերմանը Լալայանց շատ սիրուն ձևակերպել է այդ ամեն ինչը եւ տվել է այդ գաղափարը։ Հիմա այդ գաղափարը ակտիվ process-ի մեջ է, քաղաքական ուժերը, ովքեր արագ են հասկանում, շատ արագ հասկացան ինչ պետք է անեն, այն մյուսները հասկանալու փուլում են, դե ով էլ չի հասկանում, նշանակում է ինքը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։ Ես ուզում եմ հարցնել, սովորական քաղաքացին կարող է միանալ այս գործընթացին, ծանոթ լինել այս գաղափարախոսությանը, հասու կլինի։ Դե բնականաբար կարա, բայց ինքը պետք է դիմի այն գրասենյակները, այն կուսակցությունների գրասենյակները, որոնք մտել են սրա մեջ։
Եվ գնալով այդ գրասենյակները, իհարկե մենք որ ցանկը հայտարարենք, արդեն մարդիկ կիմանան, որ կուսակցություններն են, որ հասարակական կազմակերպություններ են, կարող են գնալ իրանց մոտ եւ ծանոթանալ, փորձել օգտակար լինել, որովհետեւ իհարկե լիքը հայրենակիցներ ունենք, որոնք ոչ մի կուսակցության չեն պատկանում, բայց այս գաղափարախոսությունը բոլորինն է։ Ամեն մի հայի հոգում նստած է, մաքուր հայի մասին է խոսքս։ Հայախոս թուրքերի մասին։ Մեր հայրենակիցներին, հասարակական կառույցների մասին է խոսքս, քաղաքական գործիչներին, ի վերջո ձեր կոչն եմ ուզում։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին, բոլոր հասարակական կազմակերպություններին։ Հեռախոսը կա, եթե ուզում եք ավելի մանրամասը ծանոթանաք, խնդրեմ, մենք կարող ենք տրամադրել տեղեկությունները, մենք կարող ենք հանդիպել, զանգեք, հանդիպենք, մենք ներկայացնենք, մենք ոչ թե ներկայացնելու ենք, որ միանաք մեզ, մենք ներկայացնելու ենք ձեր համար ձեր տեղը, որն է ձեր տեղը, ու այդ ձեր տեղը հավասար է մեր տեղին, ոչ մի տարբերություն չկա, պարզապես մենք ձեզնից առաջ գնացել ենք, մտել ենք այդ ամեն ինչի մեջ, դուք էլ որ մտնեք, մեզ հավասար նույն տեղում եք, այդ ոնց որ մի հատ, չգիտեմ, տրանսպորտը լինի, որտեղ մեկը ավելի շուտ է նստում այդ տրանսպորտի մեջ, մյուսը ավելի ուշ է նստում այդ տրանսպորտի մեջ, բայց ի վերջո այդ տրանսպորտը նույնն է բոլորի համար, գնում է նույն տեղը։ Հիմա մենք ես կոչ կանեի, որ մեր ազգը մտներ այս process-ի մեջ, իր քաղաքական ուժերով, իր հասարակական ուժերով, իր այն ակտիվիստներով, որոնք ուզում են իսկապես այս վիճակից դուրս գան, որովհետև ես ոնց հասկանում եմ, ոչ մեկին դուր չի գալիս իրավիճակը, բոլոր ուզում են փոփոխություններ լինի։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, մեր հետևորդներն էլ խնդրենք հետևել մեզ, արեք ձեր եզրակացություններն ու հիշեք, որ կա լույս, որը լարմած գաղափարախոսությունն է իր հետ բերում, միասնական լինենք, Աստված ձեզ պահապան։